նրանք ովքեր որ Ռուսաստանին կամ Եվրոպային կամ Հնդկաստանին համարում են կթանկով, նրանք սխալ են անում, այդպես չի կարելի։ Ռուսաստանը Հայաստանին օգտագործել է։ Այո, շատ լուրջ, շատ կարևոր արժեք ուներ Հայաստանը Ռուսաստանի Բայց մենք ապավինել ենք Ռուսաստանի օգնությանը, որովհետև փոխ շահավետության գաղափար է եղել։ Ահա, փոխ շահավետության գաղափար։ Խաչատուր Աբովյանին չենք կարող Ո՞նց անենք, ինչպես անենք, որ նույն պատկերը չստացվի այստեղ Եվրոպայի հետ։ Դինամիկ վիճակ է։ Մի անգամ մեր շահերը համընկնում են Հռոմի հետ, մյուս անգամ Տիզբոնի հետ։ Անդադ այ հավերժական դաշնակիցներ, հավերժական սեր, քաղաքականության մեջ սերը սենտիմենտ է։ Այո, բայց ինչպես անի Հայաստանը, որ այդ ատամնանիվների տակ չմնա, ինչ որ մի դիրք պետք է այնուամենայնիվ ընդունի կամ դաս պետք է քաղած լինի նախորդ այդ բանաձևից։ Ինչ որ բան պետք է, այո, ինչ որ ուրիշ ձևով պետք է իրեն դրսևորի։ Մենք գերազանցիկ աշակերտ ենք։ Օ, ինչպես։ Եվրա քվեն։ Մեր ժողովուրդը մի քիչ ուշացած կա։ Գերազանցիկ չասենք, հաջող։ Մենք դա արեցինք, տեսանք, որ Ռուսաստանը հեռացել է երկու պատճառով։ Շահերը չեն համընկնում կամ այդ, ասենք, կթանկովի մասին մի անգամ էլ ասենք, չենք ասենք։ Դե արդեն ընկել ենք դրա մեջ։ Արդեն գնաց չէ, եթե համեմատության մեջ։ Գնաց։ Ուրեմն նա շատ կուզենա որևէ ազդեցիկ պետություն շատ կուզենա այստեղ ունենալ իր դիրքապահը, իր սահմանապահը, զաստապ բառը, ուղեկալը, իր սահմանը, այ Ռուսաստանի անվտանգության ուղեկալը Հայաստանում է, ինքը չի ուզում այդ ուղեկալը կորցնել, ամեն անգամ բոլոր հարմար առիթներով լուրջ ժամանակ, ստապ ժամանակ Ռուսաստանն ասել է, որ Հայաստանը իր անվտանգության գոտին է, իր ֆորպոստն է, հայտարարում են, հենց դրա համար են նրանք հայկական այդ Էրիվանսկի և Արմյանսկայա օբլաստը խլել Պարսկաստանից, խլեցին իրենց սահմանները ապահով պահելու համար, ես նույնիսկ ասեմ ավելի վատ բան կա, մարտական գործողությունների տարածք է սա, որպեսզի Արիոլում, Կուրսկում, Բելգորոդում, Տվերում չկռվի, ինքը կռվում է Արարատյան դաշտում, այստեղ է կռվել Թուրքիայի հետ, քանի պատերազմ է եղել մեր տարածաշրջանում Պարսկաստանի և Թուրքիայի դեմ, Ռուսաստանը քանի անգամ է այստեղ կռվել, ոչ թե իր տարածքում, իր երկիրը չի ավերվել, մեր երկիրն էր ավերվում, գենոցիդը մեր մոտ էր տեղի ունենում, ջարդը, եղեռնը, մեր երկիրն էր զորքերի ոտքի տակ ընկնում, այ դրա համար է, նա շատ կարևոր է Ռուսաստանի համար, որ այնտեղ Կաշիրում, Ռյազանում, Յարոսլավում չլինի պատերազմը, հիմա Ուկրաինան բացահայտ հայտարարում է, ասում է, որ ՆԱՏՕ-ն մոտենում է իմ սահմաններին, ես ուզում եմ, որ Ֆինլանդիան, Շվեդիան, Ուկրաինան, Բելոռուսը, Լեհաստանը լինեն իմ անվտանգության գոտին, մարդը հայտարարում է, պետական ծրագիր է դա, Հայաստանը նույնպես այդ ցանկում է, անվտանգության գոտի Ստրանապոլե բոյա, մարտական գործողությունները այստեղ լինեն, որպեսզի ռմբակոծվի Հայաստանը, ով է ուզում դա։ Դա այդ երկրի շահերից են բխում, Ռուսաստանը ուզում է, սա իր անվտանգության ուղեկալն է, այստեղից իր հրթիռները հասնում են Անկարա և Ստամբուլ, ուրեմն նա չի ուզում, նույն բանը անում է և Եվրոպան, իր անվտանգության գոտին է, եթե սկզբից 1825 թվականին կամ 15 Նապոլեոնին հաղթելուց հետո այդ սրբազան դաշինքը Ռուսաստանին հանձնարարեց, որ այստեղ ապահովի քրիստոնյաների անվտանգությունը և իր սահմանների ուղեկալը անվտանգությունը համընկել էր և քրիստոնյաների, հայերի, ասորիների, հույների, շահերից բխում էր, որ քրիստոնյա սպիտակ թագավորը գա այստեղ, գոնե քրիստոնյա կլինի, գոնե այդ օթուզ բեշը չենք տալու,
Դուք գիտեք, որ մենք 35% հարկ ենք մուծել։ Երբ մահմեդականը մուծում էր 15%, մենք 20% էլ կրոնի հարկ էինք տալիս։ Այ մենք ասում էինք, Խաչատուր Աբովյան ասում էր, որ այդ օթուզ բեշից գոնե կպրծնենք։ Աշխարհը հանձնարարեց Ռուսաստանին, ռուսերեն էլ գիտեք, Պասկևիչին ուղարկեցին, Պասկևիչը պետք է ստեղծեր Արմյանսկայ ցարստվա։ Ու հետո ռուսները մտածեցին, բայց ինչի Արմյանսկայ ցարստվա։ Դարձան մեր մրցակիցը որպես ուղեկալ։ Ասեցին մենք կապահովենք մեր անվտանգությունը։ Հա, թող այրը մնան ու անենց լինի, որ чтоб не зазнались։ Քթները վերջ ցցեն։ Այո, որովհետև թողնենք թուրքերի հետ կոնֆլիկտի մեջ եւ մեկ-մեկ էլ դա հրահրենք, թող։ Բայց աշխարհի հանձնարարությունը Ռուսաստանը միշտ Եվրոպայի հետ համագործակցել է։ Բայց ոչ հիմա։ Հիմա էլ նա մի գրպանով, մի թևով հիմա էլ համագործակցում է։ Ես դες կարող եմ մի օր մի հարմար արդյոք կարող եմ Գուվերից սկսած 1921 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգները 1 միլիոն տոննա հացահատիկ են ուղարկել Ռուսաստան։ Լենինի Գոերլո ծրագիրը, էլեկտրիֆիկացիա ծրագիրը ամբողջությամբ ամերիկյան ծրագիր է եղել։ Ֆորդը, Կրայսլերը, այդ Չելյաբինսկի, Խարկովի տրակտորաշինական գործարանները, Մագնիտագորսկը, դրանք բոլորը ամերիկյան փողերն են, ամերիկյան տեխնոլոգիա է։ Այսինքն այնպես չի, որ Ռուզվելտի լենդ-լիզը Թրամփը այսօր, հա։ Ոչ մի տարբերություն։ Գուվեր նա էր գերմանացի, նեմեց։ Գուվերն էր գերմանացի միջայլոց։ Նույն բանն է։ Այնպես չի, որ չեն համագործակցում։ Լենինի, Ստալինի ճառերը մենք ունենք, չէ՞, դպրոցում անցել են։ Իրենց համագործակցությունը մենք հիշում ենք, հիշենք, դնենք այստեղ մի կողմ եւ վերադառնանք հիմա այստեղ։ Դուք ասացիք, սա կարող է բախման տեղ լինել Հայաստանում։ Ոչ, բախման տեղ չի, մրցակցություն կա։ Այո, անպայման սա պետք է լինի Եվրոպայի համար ուղեկալ։ Այդպես է եղել 2000 տարի։ Սուլլան, այդ դիկտատորը Հռոմի, Հուլիոս Կեսարից ու Օգոստոս Կայսրից առաջ։ Դեռևս Սուլլան, տխրահռչակ Կալիգուլան, շատ տխրահռչակ Ներոնը ֆինանսավորել են հայկական արիրուձին, քաղաքներ ամրոցներ են հռոմեական Եգիպտոսի ու չգիտեմ որտեղ Իսպանիայի հաշվին կառուցել են Հայաստանում ամրոցներ որպես ուղեկալ հռոմեական իմպերիայի համար։ Հիմա շարունակվում է, այսինքն պարսիկները թե հռոմեացիները, հիմա եվրոպացիները թե ռուսները, մենք նրանց կռվին, մենք չենք մասնակցելու, թող իրանք իրար հետ կռվեն, ով է լինելու այստեղ մեր դաշնակիցը։ Մենք իհարկե նախասիրություններ ունենք։ Լավ։